Բարև ձեզ ժողովուրդ ջան, շատ շտապ մի հատ հարց կա, խնդրում եմ անպայման տեսանյութը կիսվեք էջերում բոլորը տեսնեն։ Փաստորեն մեր մոտ մարդիկ կան, չեն իմանում, որ այս քարտերի կոդերը չի կարելի հեռախոսով կամ այլ ձևով ինչ որ մեկին ուղարկել։ Այսօր առավոտից ահագին մարդիկ դիմել էին, որ քարտի գումարները գողացել են։ Ինչ է կատարվում, սոցցանցերում ուրեմն բացում են fake էջեր, այսօր ուրեմն նոր բացած էջով ահագին արցախցիների խաբել են ու քարտի գումարները հանել էին մեջից։ Փաստորեն դուրս է գալի շատ մարդիկ չեն իմանում, դրա համար անպայման այս տեսանյութը կիսեք։ Տեսեք ինչ է, այնտեղ ասել էին, որ օգնություն են ուղարկում, քարտի այս համարն էին ուզել, հետևի թիվն էին ուզել 3 հատ ու SMS-ով կոդը, որ եկել է նորից ուղարկել էին ու այդպես գումարները գողանում են։ Ես խնդրում եմ ովքեր որ չեն իմանում, մի հատ տեսեք ոնց է այս արվում, որպեսզի ձեր գումարները չգողանան։ Քարտի վրայի այս թիվը, քարտի համարը կարող եք ինչ որ մեկին ուղարկել, որպեսզի այդ քարտի վրա փող փոխանցեն կամ մեկ այլ հարցով։ Իսկ քարտի հետևում ես 3 հատ փակում եմ, որ չերև, այս 3 հատ թիվ կա։ Այդ 3 թիվը կոդ է, դա ոչ մեկին չի կարելի ուղարկել, ընդհանրապես ոչ մեկին։ Նաև, երբ որ SMS-ով ինչ որ մի կոդ է գալիս, կապ չունի, բանկից է, որտեղից է, ինչ հարցով է, այդ կոդը ոչ մեկին պետք չի ասել, մանավանդ հեռախոսով կամ ինտերնետով ինչ որ մեկին ուղարկել։ Եթե ուղարկում եք, միանգամից ձեր քարտի գումարները գողանում են։ Հիմա շատ մեծ տարածվել է այդ հեռախոսով եւ սոցցանցերով այդ գողությունները։ Եթե արդեն գողացել են գումարը, շտապ դիմում եք ձեր բանկին, շտապ որպեսի քարտի աշխատանքը կանգնեցնեն եւ եթե հնարավոր է այդ գումարը հետ բերեն, բայց հիմնականում այդ գումարը կորումա գողանում տանում են, սոյել հետ բերել չի լինում։ Այսօր նաեւ ոստիկանությունում է մեծ քանակի դիմումներ գրանցվել, որ գումարները գողացել են քարտից։ Խնդրում եմ տարածեք ժողովուրդ ջան, շատերը չեն իմանում, շատերը, ես չէի պատկերացնում, ես իմանայի, որ այսքան մարդ չի իմանում, ես տեսանյութը շուտ կանեի, շատերը չգիտեն, որ չի կարելի։ Եվ մի անգամ էլ եմ ասում, քարտի ետևի 3 հատ թիվը ոչ մեկին չեք ուղարկում, ընդհանրապես այս ետևի կողմը չեք ուղարկում։ Նաև քարտեր կա, որ այդ 3 հատ թիվը այս դիմացի մասում է լինում, կարող է տենց էլ լինի։ Այդ 3 հատ թիվը ոչ մեկ չպետք է տեսնի։ Եվ SMS-ի ուղարկած կոդը ոչ ոքի չենք ուղարկում։ Այսքանը խնդրում եմ կիսվեք, որ այդ մարդիկ ովքեր չեն իմանում, գոնե տեղյակ լինեն, գումարները չկորցնեն։ Այսքանը։